որպես Աստծո խոսք, այդ ժամանակը մեր մեջ գոլ մարդիկ չեն լինի, որ Հիսուսն ասում էր դու գոլ ես։ Այդ ժամանակ մեր մեջ չեն լինի հիվանդներ, որովհետև նրանք կբռնվեն Աստծո խոսքից։ Այդ ժամանակ մեր մեջ գայլեր չեն լինի, գայլեր դուրս չեն գա։ Գայլեր դառնում ենք այն ժամանակ, երբ որ նեղանում ենք եղբորից կամ քրոջից։ Գայլեր ենք դառնում այն ժամանակ, երբ որ չենք կարողանում ընդունել հանդիմանություն ավագի կողմից կամ եղբոր կողմից։ Եթե մենք իրապես սովորենք Աստծո խոսքը ընդունել որպես Աստծո խոսք եւ խոնարհվել նրա առաջ, այդ ժամանակ մեր կյանքում շատ մեծ հրաշքներ կլինի։ Եվ մենք իրապես կհասկանանք, որ Հիսուսը մեր ոտքերը վեր է բարձրացրել այս աշխարհից։ Եվ նա ինչ էր ասում, ես աշխարհի համար չեմ աղոթում, ես նրանց համար եմ աղոթում։ Եվ եւս նրանց համար, ովքեր նրանց միջոցով կլսեն այս խոսքը։ Եվ միջև այսօր այդ խոսքը լսվում է։ Դրա համար մենք այսպես բարձրանում ենք ու կարողանում ենք խոսանք։ Դրա համար մենք հույս չենք դնում մեր գիտության վերաբերյալ խոսալու խոսքերին։ Մենք հույս ենք դնում հոգու առաջնորդությանը, որ մեզ կառաջնորդի եւ կսովորեցնի, որ մենք իրապես Աստծո խոսքը ընդունենք որպես Աստծո խոսք։ Պանդուխտներ եւ օտարականներ լինելով այս աշխարհում մեծ օծություն է մեր կյանքում, որ մենք հավատում ենք, որ հավիտենության մեջ տեղ ունենք, այն սուրբ քաղաքը, որտեղ Հիսուսն է թագավորում։ Այն սուրբ քաղաքի համար Հովհաննես ավետարանում Հիսուսը որ ասաց, գնամ որ ձեր համար տեղ պատրաստեմ։ Շատ տեղեր կան, բայց ես ձեր համար կպատրաստեմ։ Դուք իմ ժողովուրդը կլինեք։ Միակ ժողովուրդ հիմա որ ճշմարիտ աղոթներ է բարձրացնում Աստծուն եւ Աստված լսում է։ Որովհետև Հիսուս Քրիստոսի մեջ հրյա կամ հեթանոս չկա։ Վերջացավ անեծքի կյանքը, վերջացավ ղևտական օրենքի խեղդելը, որ քահանաները թույլ կտային իրենց որբևայրիներին ճզմել, մինչև վերջ տանել, իրենց որովայնին ծառայել որպես Աստված։ Վերջացավ այդ ամեն ինչ ու փառք Աստծուն։ Գիտես, Եզրաս քահանան աղոթ բարձրացրեց Նեհեմիայի գրքի մեջ, եւ երբ որ ամեն բան կոտրված էր, 8-5-ից նա երբ որ աղոթք բարձրացեց, ժողովուրդը խոնարհվեց։ Այս հրաշալի ժողովուրդը իրապես խղճաց իր մեջ իր անձը եւ եկավ Տիրոջ առաջ։ Եվ եկավ եւ խոնարհվեց ձեռները ձեր բարձրացնելով, եւ երբ որ գիրքը բացվեց, դրանք խոնարհվեցին, որովհետեւ գրքի մեջ Աստծո խոսքն էր, որ կվերականգներ նրանց կյանքը, կփոխեր նրանց կյանքը, Երուսաղեմը ամբողջովին կվերականգնվեր այն ժամանակ, եւ Նեհեմիա մարգարեն, որ այդքան ջանք էր անում, մի փոքր ժամանակ կառուցելուց հետո գնաց Արտաշես թագավորին ծառայելու, ետ վերադարձավ, եւ նորից Աստծո խոսքը պահած էր, եւ նորից քահանաներից շատերը հեռացել էին, որովհետեւ չէր կատարվում Աստծո խոսքը, որ բոլորին օրհնություն լիներ։ Երեմիա մարգարեության Նեհեմիա կներեք մարգարեություն 8:5 խոսքից այսպես ասում. եւ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, քանի որ ինքը ժողովրդից բարձր էր կանգնած, եւ երբ բացեց ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց, եւ Եզրասը օրհնեց Տիրոջը մեծ Աստծուն, եւ ամբողջ ժողովուրդը պատասխանեց. ամեն Ամեն, իրենց ձեռքերը բարձրացնելով եւ խոնարհվելով երեսնի վայր միջև գետնին երկրպագեցին Աստծուն։ Իրապես խոնարհացան, իրապես ընդունեցին, որ մենք իրապես Աստծո խոսքը չենք ընդունել որպես Աստծո խոսք, մեր հայրերը, մեր նախնահայրները չեն ընդունել, դրա համար մենք այսօրին ենք ընկել, մի քիչ ենք մնացել եւ այսօր վերականգնվում է եւ բարձրալ Աստծո խոսքն է բացվում։ Եվ դրանք խոնարհվեցին Աստծո խոսքի առաջ որպես Աստծո խոսք, որը մեր ժամանակներում բարի է եւ կատարյալ է մեզ համար, մեր օրհնությունների համար։ Անեծքից ազատացես, Գաղատացի 3:14-15-16 ներկայացնում է Հիսուսը գնաց խաչին, որ դուք անեծքից ազատ լինեք։ Չէ որ այս ժամանակ ժողովուրդը անեծքի տակ էին, որովհետև երկրորդ օրինաց 28-րդ գլխում Տերն ասեց. ահա քո առաջ դնում եմ օրենքը, կյանքը եւ մահը, ընտրիր կյանքը, բայց եթե չընտրես կյանքը, անեծքի կբերեմ քեզ։ Այդ օրին էին հասել, որովհետև անեծքը խեղդում էր նրանց, ու Տերը արդար էր։ Տերը մենակ մեր հանդեպ արդար չվարվեց, գիտես, նրանց հանդեպ արդար էր։ Մենք մահվան էինք արժանի։ Արդար դատաստանը մեր կյանքում, իմ կյանքում մահն էր,
Բայց Տերը ինձ ողորմեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դա արդարություն չի, դա ողորմություն է։ Ես հակառակ էի Աստծուն ապրում, բոլորս էինք հակառակ ապրում, չէինք հասկանում ենք, այսօր աշխարհն էլ չի հասկանում։ Բայց Աստված ամեն ժամանակ նրանց իր խոսքն է ուղարկում, ամեն ժամանակ իր խոսքն է ուղարկում յուրաքանչյուր ծառայի միջոցով, իմ միջոցով, եղբոր միջոցով, քրոջ միջոցով։ Բայց սովորել է պետք Աստծո խոսքը իրապես ընդունել որպես Աստծո խոսք, թե ինչ ես ասում, Տեր, թե որն է քո կամքը իմ կյանքում, թե ես ոնց քայլեմ քո առաջ, ոնց ես չլինեմ իրապես այն անձնավորությունը, որ Հիսուսն ասեց, վերջի օրը չասեմ, ես քեզ չեմ ճանաչում։ Դու ինձ Տեր էր դավանում, բայց ես քեզ չեմ ճանաչում։ Այդ ոնց եղավ, այդպես եղավ, Տեր Հիսուս, ասեմ, այնպես եղավ, որ դու դավանում ես, բայց դու չէիր կատարում։ Դու իմ կամքը չէիր փնտրում քո կյանքում, ինչ էի դրել քո համար։ Առաքյալները բարձրաձայնում էին իրենց ձայները եկեղեցիների մեջ, ձեր կոչման վրա վստահ կանգնեք, ուսուցանեք ձեր կոչման մեջ ուժեղ լինելու, որպիսի դրա մեջ հարատև լինեք։ Ինչի համար, որ վերջին ժամանակ Տերը չասի քեզ, ես քեզ չեմ ճանաչում։ Տարիներով վազում ես, բայց արդյոք հարցնում ես, Տեր, ինչ անեմ իրապես քո համար։ Որն է իրապես այն կամքը, որ դնում ես իմ սրտին, որ ես ամրապնդվեմ այդ քո խոսքի ժայռի վրա եւ հստակ կանգնեմ միջևերջ եւ վստահ լինեմ, որ ինչ չես ասի, ես քեզ չեմ ճանաչում։ Այլ կասես մտի իմ արքայության մեջ, մտի իմ Սուրբ Երուսաղեմը, որտեղ ես քո լույսը կլինեմ եւ հավիտենական կարող ես սավառնել ինձ հետ եւ հավիտենությունը կարող ես շարանգել։ Գեսեմանիայի պարտեզում Հիսուսը իր մտքի մեջ կռվում էր իր հետ, Հայր, մենակ քո կամքը թող լինի, նա հասկանում էր, որ այդտեղ որոշվում է այն ինչ որ Ադամով մեռավ, ամբողջովին մեռավ, բայց ասում էր, թող քո կամքը լինի, որովհետև սրա համար եմ աշխարհ եկել։ Դու եւ ես էլ, դու էլ ինչ որ մի բանի համար ենք աշխարհ եկել։ Սկզբում մեր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը մեր Աստվածն է եւ այդ բանը մեր համար կամք ունի։ Մի թարգմանության մեջ ռուսերեն ասում է «До начала сотворения мира», միջև ամեն ինչը ստեղծելուց առաջ նա կար եւ Հիսուսը Եսեմանիայի պարտեզում վերցրեց ամբողջ կուտակված մեղքերը Երուսաղեմի մեռելներից սկսած միջև մեր մեղքերը սկսած եւ տարավ Գողգոթա խաչը բարձրացրեց, այնտեղ թողեց։ Եւ ինչ էր խոսում նա վերջում, նրա խոսքը որն էր։ Տեր ներիր, քանի որ չեն հասկանում ինչ են կատարվում, ինչ են անում։ Դրանից հետո շատ ամբարիշտ մարդիկ եւս ապրեցին ոչ Աստծո կամքի մեջ, եւս արեցին այն ինչ որ ուզում էին, բայց արդարը բարեխոսել էր արդեն։ Եվ Եբրայեցիների գրքի մեջ ասում է, որ նա հավիտենական քահանա մինչև այսօր բարեխոսում է ձեզ համար։ Կանգնած բարեխոսում է Հայր Աստծո մոտ մեզ համար, որ վերջում ամոթով չմնանք մենք։ Ես չմնամ ամոթով, որ այստեղ կանգնելով չհպարտանամ, նրա հոգուն ճանաչելով չհպարտանամ, մի աղբերը շոր չունենա տալու, իմը չհանեմ չտամ, այլ հանեմ տամ, որ իմանամ դա Տիրոջ կամքն է, որ վազեմ Տիրոջ կամքի հետևից, որ իմանամ, ստեղ Տերն է փառավորվում իմ մեջ, ես այստեղ եմ, որովհետև ես խորապես գիտեմ, որ Տիրոջ կամքն է, որ ես հաստատվեմ, այսօր էստեղ եմ, վաղը մի տկար աղբոր մոտ եմ, մույսօրը մի քրոջ մոտ եմ հիվանդանոց աղոթում, ամենտեղ խոնարեցնում եմ իմ անձը, որ Տիրոջ համար պտուղ ծնվի, որ Տերը փառավորվի։ Ու ինչ ա գրում Թեսաղոնակեցիների գրքին Պողոսը, նա շատ հրաշալի խոսքեր ասում, նա ասում է, մեզանից ավետարանչական խոսքը լսեցիք, բայց ոչ մարդու խոսք, այլ ընդունեցիք որպես Աստծո խոսք։ Առաջի Թեսաղոնիկացի 2:13 Դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք Աստծո զորության խոսքը մեզանից ստանալով ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծո խոսքը, որը եւ ներգործում է ձեր հավատացյալներիս մեջ։ Ոնց անա գործում մեր մեջ,
Երբ որ մենք ընդունում ենք ոչ թե Սամվելի խոսք, նոր ավետարանիչ բարձրացող քարոզիչ, այլ որպես Աստծո խոսք, ոչ թե մի նոր աղբեր, որ ձգտում է Տիրոջ կամքը կատարելու, ստացվում է, չի ստացվում, ընկնում, կանգնում է, նա Տիրոջ ծառան է։ Մենք ընդունում ենք որպես Աստծո խոսք, որ նա իրապես Տիրոջ խոսքն է մեզ փոխանցում։ Դարերով Տիրոջ խոսքը փոխանցվում է եւ այսօր ինձ հասե, եւ ոսը իմ սրտի, իմ հոգու աչքերն է բացվե, ու փառք միակ նրան, միայն նրան, որ կարողանում է առաջնորդել ինձ իր հոգու մեջ։ Նրա հոգու հետ ապրելը շատ ավելի գերազանց օրհնություններ է, քան այս աշխարհի ամենաբարձր գանձերը։ Նրա հոգու ճանաչող մարդը միշտ կփնտրի նրան։ Ես ձեզ իրապես ազնվությամբ եմ ասում, ես նրան չեմ ասում, Տեր, ես ուզում եմ քո խոսքը շատ կարդամորնում եմ։ Ես ասում եմ, ես քո ներկայությունն եմ ուզում իմ կյանքի մեջ։ Ես զգացել եմ, ես ապրել եմ, որ դու գալիս ես ու ամեն բան ուրիշ ձև է, գերբնական է, ու ես ամեն ինչի մեջ սավառնում եմ, որտեղ էլ որ ես լինեմ, գործի տեղում կգտնվեմ, ծառայության մեջ կգտնեմ, ես քո հոգու առաջնորդությունն եմ ուզում, որ կարողանամ իրապես հոգու մեջ վստահ լինեմ քո կամքը կատարելու մեջ, քո կամքի մեջ լինելու եւ քո կամքը կատարելու։ Կողոսացի 2:6-7 Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին Տիրոջը, նրանով էլ ընթացեք, ամրապնդված եւ նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, եւ դրա մեջ աճեք գոհություն հայտնելով։ Ահա թե որտեղ պետք է մենք վերցնենք իրապես Տիրոջ խոսքը մեր կյանքում, հասկանանք թե որն է Տիրոջ կամքը մեր կյանքում, որ մենք կարողանանք դրա մեջ ամրապնդվել, հստակ իմանալ, որ սա Տիրոջ կամքն է իր խոսքով հասած ինձ, որ ես կարողանամ կատարել։ Նրա զորությամբ, նրա գիտությամբ, նրա իմաստությամբ, նրա ողորմությամբ, նրա սիրով, երբ որ ես խոնարեցնեմ իմ անձը եւ ասեմ Տեր, փառավորվիր դու։ Ինձ համար կարևորություն չունի իմ անձը, ինձ համար կարևորություն ունի քո կամքը, քո անձի կամքը, թե դու այսօր ինչ ես անում, թե ես քեզանից ինչ օրինակ պետք է վերցնեմ, ոնց քայլեմ քո առաջ։ Ու այս ամեն ինչի մեջ Տիրոջ համար շատ կարևոր է, որ մեր շունչը, մեր մարմինը, մեր անձը սուրբ լինի, սուրբ ներկայացնի, եւ դրա մասին խոսում է եւս առաջի Թեսաղոնիկացիների 5:23, եւ ինչ ասում, եւ ինքը խաղաղության Աստվածը ձեզ ամբողջովին թող մաքրի, երբ կմաքրվես, երբ որ իր կամքի հետևից եթաս, երբ որ իր կամքը կատարես, երբ որ իր կամքի մեջ մնաս ու գործես, աշխատես նրա կամքի համար, վազես, խոնարհվես, ընկնես, կանգնես նրա կամքի համար։ Եվ ինչ ասում, ձեզ ամբողջովին թող մաքրի ու ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը անարատ պահվեն միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը, որ վերջի օրը միջև նրա գալուստը չասի քեզ չեմ ճանաչում։ Չլսես դու այդ դաժան խոսքերը, ես չլսեմ այդ դաժան խոսքերը ու կանգնեմ վստահ, որ դիմավորելուց ես ճանաչեմ նրան, որ ես ճանաչեմ ամենակարող Բարձրալին, որ իրապես նրա հոգու մեջ ապրում եմ նրա կամքը, ապրում եմ նրա արքայությունը, արդարություն, ուրախություն, սեր, խաղաղություն, խնդություն, բոլորը նրանից մեզ տվեց։ Մենք պետք է զորանանք նրա կամքի համաձայն ապրելու մեջ ու փառք Աստծուն քույրս եղբայրս, որ իրապես Հռոմեացիների գիրքը մեզ ներկայացնում է, թե ինչպիսի շնորհքի մեջ նա մեզ փոխադրեց։ Մի ժամանակ մեռած էինք հանցանքների մեջ, արժանի էլ չէինք արդարանալու, բայց նա փոխադրեց մեզ իր շնորհքի մեջ, իր ողորմության մեծությամբ։ Եվ նա վկայեց իր ողորմությունը մեզ, ոնց վկայեց Հռոմեացիների գիրքը շատ լավ ներկայացնում է 5:1 Հետևաբար հավատով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ում միջոցով նաև հավատով մուտք ունենք այն շնորհքի մեջ, որի մեջ մենք կանգնած ենք եւ ուրախանում ենք Աստծո փառքի հույսով։ Տեսնում ես,
տարբերությունը որտեղ բարձացար հիմա։ Որտեղից ես քայլում։ Ու ընդունում ես արդյոք, որ ստեղից մահից հետո կամ միջև նրա կամ երբ որ նա գա տեղափոխվելու ես ավելի փառավոր տեղ։ Չէ որ փառքից փառք ենք տեղափոխվում։ Այն փառքը աշխարհի հասկացանք խաբուստիկ էր, խաբում էր, օդի իշխանի ազդեցության տակ ենք։ Հիմա նրա շնորհքի փառքի մեջ ենք։ Եվ նրա ժողովուրդն ենք, նրա հետ հավիտենական կյանք ժառանգելու մեջ։ Ահա ոնց է գալի փառքից փառք։ Ահա ոնց ենք սավառնելու։ Բայց միջև սավառնելը նրա հետ, միջև լինելը նրա հետ, ժամանակ ունենք նրա առաջ գալու։ Ժամանակ ունենք նրա խոսքը ընդունելու մեր կյանքում, սխալների մեջ ապաշխարելու, քննելու մեր անձը, որ իրապես Տեր որտեղ սայթակեցի, իրապես որտեղ ընկա։ Ես ձեզ մի բան պատմեմ իմ կյանքից, ես վերջի ժամանակներում կատարվեց ինձ հետ ու ես երկար ժամանակ չի կարողանում այդ սիտուացիայից դուրս գալ, երբ որ փոքրիկս ծնվեց, ես միջև շատ էի Աստծո խոսքը կարդում, ժամերս շատ էի տալի Տիրոջը։ Երբ որ փոքրիկը ծնվեց, ժամանակը չէր հերիքում, թե կնոջս էի ուշադիր, թե փոքրիկին էի ուշադրում ամեն ժամանակ եւ չէի հագենում Աստծո խոսքից։ Աղոթների մեջ կանգնած էի, ես ամեն ինչի մեջ զգում էի, որ ոնց որ չհերիքի մի բան հոգուս մեջ, չի հերիքում այն ջերմությունը, որ կար, չի հերիքում այն կարոտը, որ ես նրանով ապրել եմ, ու զգում էի, որ կամանց ոնց որ սառեմ ու չեմ կարողանում հարմարվեմ այդ սառելուն ու տանջվում ու տառապեմ ու հասկանում եմ, որ այն չի, էս չէր միջև ես։ Ոնց ես վերականգնվեմ, ոնց ես ժամանակ գտնեմ քեզ տալու։ Ու ես կռիվ եմ անում ինքս ինձ հետ։ Գործի տեղը, Տեր, գործս փոխեմ, գնամ մի տեղ աշխատեմ, ժամը 10-ից գնամ գործի։ Գնամ այս տեղը, մենակ քեզ ապրեմ, մենակ վերականգնեմ այն ինչի մեջ, որ ես ապրում եի։ Այն շնորհքի մեջ, որ դու ինձ տեղափոխել ես, այն փառքի մեջ, որ ինձ պահում ես։ Ու հասկանում եմ իմ անձի մեջ, որ մի բան այն չի, մի բան այն կողմա տանում ու հասկանում եմ, որ հոգիս տանջվում է, խառնվում եմ, չեմ կարողանում կազմակերպեմ։ Առավոտները չեմ կարողանում շուտ զարթնեմ, որտեղ ուշ եմ քնում, փորձում եմ կարդամ, բայց արդեն հոգնած եմ, չեմ կարողանում վերցնեմ։ Աղոթներից մեջ տկար եմ կանգնում, որովհետև շուտ գնում եմ հանգստանում, ուժ, զորություն չկա, ու հասկանում եմ, ասենց չէր, այսպես չպետք է լինի, ես հասկանում եմ, որ փառքից հետ եմ ընկնում։ Ու հասկանում եմ, որ այսպես չպետք է լինի, եսի Տիրոջ կամքը չի իմ կյանքում։ Եվ վերականգնվում է ոնց աղոթքների մեջ, հապաշխարության մեջ, կանգնելու մեջ, թողելով շատ բաներ, ժամանակս կրճատելով, գործի տեղը առանձնանալով, այն պաուզայի ժամանակները թաքնվելով մեքենաների մեջ աղոթում է, ես ավտոդզող փչող եմ սովորում, աշխատում, քույրես եղբայրնես, թաքնվում է մեքենաների մեջ, մայրը ղերքը գնում էին հացտելու, ես աղոթում եի, զորակալ վերանում եի, վերականգնում եի, կներեք, վերականգնում եի իմ զորությունը Աստծուց տվածից, որ ես շարունակեմ նրա մեջ լինել, որովհետև ես գիտեմ այդ ներկայության մեջ, Աստծո արքայության ու շնորհքի մեջ ես գնում եմ դեպի հավիտենություն։ Թեկուզ ես ընդ շատ փող էլ աշխատեի, թեկուզ ես ընդ շատ բաներ էլ ասնեի, դա կարևորություն չունի ոչ մի ինձ համար։ Դա կարևորություն չունի այս աշխարհի փառքը, թե ես լավ շոր կհագնեմ, թե վատ շոր կհագնեմ։ Կարևորությունը նրա փառքի ու շնորհքի մեջ մնալն է, որը տանում է ինձ հավիտենություն։ Եվ այդ ամեն ինչը մենք վերցնում ենք նրա հոգու մեջ, նրա խոսքի միության մեջ, նրանով լինելով, ու մենք պետք է զորանանք։ Ինչի համար ես խոսացի, որ պետք է զորանանք, ես այդ զորությունն եմ փնտրում, որովհետև Կողոսացիների գիրքը շատ համարձակ խոսում է դրա մեջ, առաջի Կողոսացի 9:14-ից Պողոսն էսպես է գրում. Այս պատճառով մենք էլ այն օրվանից, երբ լսեցինք այդ, ինչ դարձում չենք դադարում ձեզ համար աղոթելուց եւ խնդրելուց, ինչի համար, սաղ մեզ է վերաբերվում ինչի համար, ուշադրությունդ վարպայի խնդրում եմ քեզ, դա քեզ շատ է պետք, ինձ էլ է պետք, որ լցվեք նրա կամքի գիտությամբ, ամենայն իմաստությամբ եւ հոգեվոր հասկացողությամբ, որ դուք Տիրոջ առջև արժանի կերպով քայլեք ամեն ինչում նրան հաճելով, հաճելի ձևով, բոլոր բարի գործերի մեջ պատխաբեր լինելով եւ աճելով Աստծո գիտությամբ, իր փառքի զորության համեմատ ամենայն զորությամբ զորացած, ձեզ տալով կատարյալ համբերություն եւ երկայնամտություն ուրախությամբ, գոհանալով Հորից, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լույսի մեջ բնակով սրբերի վիճակին, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ փոխադրեց իր սիրելի որդու թագավորության մեջ, որտեղից որտեղ փոխադրեց խավարից, աշխարից,
Հիսուսին մի երիտասարդ մոտիկացավ, խնդրում եմ քեզ, Տեր, թույլ տուր, հորս գնամ, թաղեմ, նոր կգամ, քո հետևից կգամ։ Տերն ինչ ասեց, սպասի, դու արի իմ հետևից, մեռելները կթաղեն։ Դու արի, կենթանացել ես արդեն, դու էլ արի Տիրոջ հետևից, ես էլ գնամ Տիրոջ հետևից։ Եվ ինչ ասում, այդտեղ ասում է, ով գերանդին վերցնում է, որ դաշտը սկսի հնձել, հետ նայելու իրավունք չունի, Տերն ասում էր։ Եթե մտել ես հնձելու, ուրեմն հետ նայելու իրավունք չունես։ Եվ հրաշալի որոշում են կայացնում առաքյալները գործ առաքելոցում, երբ որ աշակերտները, կուխնյայի ծառայողները իրար մեջ վիճաբանում էին, որովհետև խնդիրներ կար, շատ մարդեր տարբեր ազգերից էին ապաշխարել։ Եվ առաքյալները հրաշալի որոշում են կայացնում, հավաքեք ձեր մեջից 8 հոգուն, իմաստուններին, եւ մենք կձեռնադրենք դրանց եւ նրանք կծառայեն ձեզ։ Մենք ժամանակ չունենք սեղան սրբելու, թեկուզ դա օրհնություն է մեզ համար։ Մենք պետքա գնանք ավետարանը քարոզելու։ Մենք պետքա գնանք չարի ձեռից գողանանք, այն ինչ որ մեր Աստծունն է։ Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը եւ մարդուն։ Հետո ինչ որ Ադամը ամեն ինչ կորցրեց։ Հիսուսը ամեն ինչ վերականգնեց։ Եվ այդ վերականգնվածը ես եւ դու ենք այսօր։ Եվ առաքյալների զորավոր որոշումը ինչպիսի պտուղ տվեց աշխարհին։ 12 հոգի էին, 11 մնացին, հետո մեկին էլ ընտրեցին, որ մասնակից էր սկզբից մինչև վերջ, եւ ընտրեցին 12 դարձան Երուսաղեմի քաղաքների համապատասխան 12-ը։ Եվ գնացին եւ աշխարհը շուռ տվեցին, եւ չվախեցան մեռնելուց, եւ չվախեցան շոր չունենալուց, եւ չվախեցան սովից։ Ոչ մի բանից չվախեցան, ու ոնց էր գործում նրանց մեջ Տերը։ Որ մեկի վրա էին ձեռ դնում, չէր կենթանանում։ Որ մեկին էին օրհնում, չէր օրհնվում։ Որ մեկին ինչ ուզում են չէր լինում, որովհետև միաբան էին Աստծո խոսքի հետ, որովհետև մեկ էին Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու հետ, եւ զորանում էին Աստծո հոգով։ Պետրոսին Հիսուսն ինչ էր ասում էր կդավաճանես ինձ, բայց չեմ աղոթում, որ չդավաճանես։ Աղոթում եմ, որ վերականգնես, երբ որ դարձի գաս, չհիասթափվես ինքդ քեզանից, եւ որ դարձի գաս իմացի, որ ներված է։ Ես քո դավաճանությունը օրհնություն եմ սարքում ու հիմա քեզ ասում եմ դրա մասին։ Եվ երբ որ դարձի գաս, երբ որ դարձի եկավ, ինչ ասեց Տերը։ Դուք պատկերացնում եք Պետրոսի հանդիպումը Հիսուսի հետ։ Ոնց էր նա աշակերտներին ասում, իրոք ինձ էլ ականչե։ Իրոք ես էլ պետք է մասնակից լինեմ։ Հա, հենց քո անունն էլ տվեց Պետրոս, քեզ է սպասում։ Պետրոսի սիրտը դուրս էր գալի, ոնց եմ հանդիպելու Տիրոջը։ 3 անգամ նրա խոսքի համաձայն ոնց ասեց 3 անգամ դավաճանեցի նրան։ Եվ ինչ ասում նրան Տեր Հիսուսը հանդիպելուց, գնա, հովիվ ես։ Զորություն, իշխանություն տալիս եմ քեզ, գնա։ Եվ տիրություն կանես իմ հոտին։ Վերականգնվավ արդյոք Պետրոսը, իհարկե վերականգնվավ։ Իհարկե չմնաց մտքի տկարության մեջ, ես Տիրոջը դավաճանեցի, նրա հետ չհանդիպեցի, Տեր Հիսուսը շատ լավ իմանալով եկավ Պետրոսի մոտ եւ միջև այդ խոսքը ուղարկեց Պետրոսին, ասեք թող գա։ Այդ խոսքը, որ կարևոր էր Պետրոսի համար, որ նա հանդիպելու է Տիրոջը, որին դավաճանեց։ Թե ինչպիսի զգացմունքներ ուներ այդ ժամանակ Պետրոսը շատ բարդ է հասկանալու։ Բայց նա անհանգստանում էր, բայց նա վախենում էր, թե ինչ կասի ինձ հիմա Տերը։ Իսկ ինչ ասեց Տերը, արդյոք սիրում ես ինձ։ Այսօր յուրաքանչյուրիս այս խոսքը վերաբերում, արդյոք սիրում ես նրան։ Այսօր որ մեկին պատրաստ չի Տերը հովիվ բարձրացնելու։ Այսօր որ մեկին Տերը պատրաստ չի դրսերում զորացնելու։ Տիրոջ հավատարմությունը երբեք չի սասանում։ Նա միշտ բարձր ամեն ինչից։ Նրա հավատարմությունը, նրա ողորմությունը, նրա արդարությունից առաջ եկավ մեզ։ Եվ մեր գործերը միջև մեր երկինք բարձրանալի եւս բարձրանալու է այնտեղ։ Դրա համով պատվով կրի նրա անունը, պատվով կրի նրա գործ կատարելը։ Գիտես, Հովհաննես ավետարան Հիսուսը ինչ էր աղոթում։ Մեկ լինելու մասին։ Եվ առաջի քահանայապետական աղոթքը, երբ որ նա բարձրացրեց, սա գերբնական մի աղոթք էր, երբ որ Տերը բարձրացրեց։ Եվ ինչ ասում հորը, Հովհաննես 17:17-ից մինչև 22-ը։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ։ Քո խոսքը ճշմարտություն է։
Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, այդպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի, եւ ես իմ անձը սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբանան ճշմարտության միջոցով։ Հիսուսը ասում է, որ ես ինձ դնում եմ զոհասեղանին, որ նրանք սուրբ լինեն։ Զոհասեղանը չի սրբացնում զոհին, զոհն է զոհասեղանը սրբացնում։ Եվ Հիսուսն ասում է, ես իմ անձը դնում եմ զոհասեղանի վրա եւ կմնամ այնտեղ, որպեսզի նրանք սուրբ լինեն, եւ ես իմ անձը սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբանան ճշմարտության միջոցով, սակայն ոչ թե միայն սրանց համար եմ աղոթում, այլ նաեւ նրանց համար, ովքեր պիտի հավատան ինձ սրանց խոսքի միջոցով, որպեսզի ամենքս մեկ լինենք, ինչպես դու Հայր իմ մեջ ես եւ ես քո մեջ, որ նրանք նույնպես մեկ լինեն մեր մեջ, որ աշխարհը հավատա, թե դու ինձ ուղարկեցիր, եւ այն փառքը, որ դու ինձ տվիր, ես նրանց տվեցի, որ մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ Մեկ լինել Աստծո հետ խոսքի միջոցով, նրա կամքը կատարելու միջոցով, իմանալով, որ երկնքում քահանայապետ ունենք Հիսուս Քրիստոսը, որ ամեն ժամանակ մեր տկարությունները պատրաստաներելու, մեր սխալները պատրաստաներելու եւ մեզ առաջնորդելու։ Կարևոր է սրան հավատալը։ Փիլիպոսը ասում էր. Տեր Հիսուս, ցույց տուր մեզ Հորը, եւ դա բավական է։ Հիսուսն ասում է, այսքան ժամանակա ձեր հետ եմ, արդյոք ինձ չես ճանաչում։ Կակրաստակի Փիլիպոսը ճանաչում էր, չէր կարողանում հասվատալ։ Դա էր խնդիրը, որ Փիլիպոսն հարցնում էր, ցույց տուր մեզ Հորը, այսքան հրաշքներ ա կատարում, այս ամեն ինչը մենք տեսնում ենք, հասկանում, ցույց դա բավական է։ Ասում է, ով ինձ տեսավ, Հորը տեսավ։ Հիմա մենք եթե նրա խոսքի մեջ ենք, նրա ճշմարտության մեջ ենք, մեկ ենք նրա հետ։ Եթե կարողանանք հավատալ, եթե կարողանանք նրա խոսքը ընդունել որպես նրա խոսք, մենք կկարողանանք կատարել, մենք կկարողանանք սիրել, որովհետև պատվիրանի նպատակը սերն է։ Այն պատվիրանի նպատակը, որը Տերը մեզ տվեց։ Աշխարհում չկա սեր, ինչ որ կա աշխարհում պարզ է, անտեսանելի զգացմունքներ, որ խեղդում են մարդկանց։ Անտեսանելի, որ չես տնում, թե որտեղից ես բամբասում, թե չես տնում, թե որտեղից ջղայնացար, չես էլ հասկանում, այս անտեսանելությունը Հիսուսը կվերացնի իր ժամանակին, երբ որ գա, ու կգա, ու դու նրան սպասի, գիտես Էմաուսի ճանապարհին երկուսը հանդիպեցին Հիսուսին, երբ որ նրանց մոտիկացավ, ինչ էր ասում Տերը, ինչա պատահ է, նրանք ինչ են ասում, ինչա դու մեր ստեղից չես, զորավոր մարգարեին, մերոնք խաչը հանեցին, լավա Հիսուս չասավ, եթե նոր դուք հասկացաք, բայց ես քան տարի այդ երկնքից տենում եմ, դրան ինչ կասեք, որ ում ուղարկեցի սպանեցին, Զաքարիայից սկսած, դրան ինչ կասեք, ում ուղարկեցի, եւ ինչ ասում Հիսուսը իր աստվածության վերաբերել, ասում է, Երուսաղեմ, Երուսաղեմ, ասում է, քանի անգամ ուզեցի ձեզ հավաքել իմ մոտ, որպես հավը կհավաքի իր ճուտիկներին, այ Հիսուս ջան, 30 տարի ապրա, 3 տարի պլյուս մինուս ծառայեցիր, իդեպ հավաքեցիր, որ իմանային Տիրոջ կամքը ապրեին նրա խոսքի մեջ, սպասեին նրան, եւ չտրվեին չարին, կիմանային Հիսուս իր աստվածության մասին է խոսում, կհասկանային, որ իրապես նա էր առաջնորդում, ու մինչև հիմա էլ նա է առաջնորդում, եւ ամեն բան նրա ծնկերի առաջ կլինի, նրա ոտքերի առաջ կլինի, թշնամիները, եկեք մենք խոնարհվենք նրա ոտքերի կողքը եւ մնանք այնտեղ, հավատալով, որ նրա հետ մեկ ենք, նրա հետ լինելով, եւ եթե մեկ լինենք իրապես, գիտեք Եբրայեցիների գիրքը ինչ հրաշալի բան է մեզ բացատրում, Եբրայեցիների 3:1-ից գնայենք, Ուստի Սուրբ եղբայրներ, երկնային կոչման մասնակիցներ, նայեք մեր դավանության առաքյալին եւ քահանայապետին, Քրիստոս Հիսուսին, որ հավատարիմ է իրեն նշանակողին, ինչպես Մովսեսն էլ հավատարիմ էր նրա ամբողջ տան մեջ, որովհետև սա ավելի մեծ փառքի արժանի համարվեց, քան Մովսեսը, այնպես ինչպես տուն շինողն ավելի մեծ պատիվ է ունենում, քան տունը, որովհետև ամեն մի տուն կառուցվում է մեկի կողմից, բայց նա, ով կառուցեց ամեն ինչ,
Աստված է եւ իրապես Մովսեսը հավատարիմ էր նրա ամբողջ տան մեջ իբրև ծառա վկայելու համար այն ամենը ինչ հետո պիտի ասվեին իսկ Քրիստոսը որպես որդի իր տան վրա որի տունը մենք ենք եթե միջև վերջ հաստատում պահենք հույսի վստահությունը ու ուրախությունը Մովսեսը զորավոր ծառա, խոնար ծառա, Աստված իր մատով գրեց օրենքները ու պատվիրանները, երբ որ Մովսեսը Աստծո մոտ էր, եւ ինչ օգուտ տվեց այդ պատվիրանները Իսրայելի ժողովրդին, որ չընդունեցին Աստծո խոսքը որպես Աստծո խոսք, ինչ օգուտ տվեց։ Դեռ Մովսեսը չիջած արդեն կուրք էին շինել։ Եվ ինչ էր անում Մովսեսը իջել էր։ Ջարդվեց այն ինչ որ Տերը իր մատով գրել էր։ Տախտակները ջարդվեցին։ Մովսեսը ջղայնությամբ ջարդեց, գնաց, սկսեց հարցեր փորձել պարզաբանել, կուրքը ջարդեց, խմեցրեց, ինչ որ արեց։ Հետո 40 օր ու 40 գիշեր աղոթում էր Ահարոնի համար, որ Տերը նրան չոչնչացնի։ Ահարոնը ընդհանրապես մի վիճակի մեջ էր, որ նա հասկանում էր՝ մահը դուրս է, ես ոչինչ չեմ կարող անեմ։ Այստեղից հարցակվել եմ, որ ես կուրք շինի, այնտեղից Տերը կսպանի, որտեվ շինեցի, ով իմ համար կբարեխոսի։ Ով էր բարեխոսում Մովսեսը 40 օր 40 գիշեր աղոթք էր բարձրացում դեպի Աստված, որպեսզի ողորմի Տերը, եւ Տերը ողորմեց։ Եվ Հիսուսը հիմա գլխավոր քահանայապետը, որ առաջնորդում է ամեն բան, զորություն, ուժ, ամեն ինչ նրանն է, որ ներգործում է քո մեջ իր խոսքի միջոցով, որը կարևորություն ունի մեզ համար, եւ ինչ է ասում 25-րդ խոսքը Եբրայեցիների, քանզի եւ նա կարող է, Հիսուսի մասին է խոսում, քանզի եւ նա կարող է լիակատար փրկել բոլոր նրանց, ովքեր իրանով են մոտենում Աստծուն, քանզի որ նա ապրում է նրանց համար բարեխոսելու համար։ Լիակատար, պատկերացնում ես, լիակատար, ոչինչ չի մնա, այլ լիակատար քեզ կներկայացնի ու կբարեխոսի քո համար, բայց միջև այդ մենք էլ ունենք շատ բաներ անելու։ Մենք էլ ունենք Տիրոջ կամքը կատարելու։ Հիսուսն ինչ էր ասում, ով կդավանի ինձ մարդկանց առջև, ես էլ հրեշտակների առջև նրան կդավանեմ։ Ով կամաչի իմ համար, ես էլ նրանց համար կամաչեմ։ Որովհետև Հիսուսի անվանը հավատացողները դրանք իրապես հերոսներ են։ Եվ նրա կամքը կատարողները դրանք հերոսներից բարձր անձեր են ինձ համար։ Որովհետև մարդիկ տեսան նրա հրաշքները ֆիզիկապես, որ Ղազարոսը ոտքի կանգնեց։ Թեկուզ 3-4 օր արդեն մահացած էր։ Նրանք տեսան, հավատացին եւ Հիսուսն այդպես էլ ասում էր՝ դուք տեսաք դրա համար հավատացիք, այ երանի ձեզ, որ չեք տեսել ու հավատում եք։ Երանի բոլոր նրանց, որ միջև այսօր չէին տեսի ու հավատել են ու ննջել են արդեն Տիրոջ մեջ։ Երանի մեզ իրապես, որ նրա կամքի մեջ մնանք ու նրա կամքը կատարենք։ Տերը շատ պարզ է ասում։ Իր կամքը ավելի կարևոր է, քան մեր կյանքի բոլոր հոգսերը, որովհետև ինչ ասում, խնդրեցեք Աստծո արքայությունը, փնտրեցեք եւ ամեն բան կտրվի ձեզ, ինչի կարիք որ ունեք։ Եվ մինչև ձեր խնդրելն ասում է, ձեր երկնային Հայրը գիտի, թե ձեզ ինչա պետք, ինչ ուզում ասած լինի Տերը, որ մի տվրվեք այս աշխարհի տկարություններին, մի գնացեք այս աշխարհի հոգսի հետևից, մի գնացեք լավ գործի, լավ մեքենայի, լավ կյանքի, լավ շորերի հետ, դրան այդքան ժամանակ մի տվեք։ Փնտրեք նրա արքայությունը եւ այդ ամենը ել առավել կտրվի ձեզ։ Ձեր միտքը իմ վրա պահեք, իմ մեջ ապրեք եւ ես ձեր մեջ եւ Հայրն էլ մեր մեջ եւ Հոգին էլ առաջնորդ մեզ մեջ։ Մատակարարվում է Աստծո արքայության բոլոր գանձերը Սուրբ Հոգու միջոցով մեզ։ Աստված առանց Հիսուս չի գործում։ Հիսուսը առանց Աստծո չի գործում եւ Սուրբ Հոգին առանց Աստծո եւ Հիսուս չի գործում։ Եվ այսօր ինչ որ Սուրբ Հոգին մատակարարում է մեզ Հայր Աստծուց եւ Հիսուս Քրիստոսից վերցնելով, դա գերբնական ողորմություն է մեզ համար, որն է մեզ մատակարարում է ուրախություն, սեր, խաղաղություն, համբերություն, գործել նրա մեջ ամեն ինչ, թե կանք նրա համար կանք, թե կանք նրա համար պետքա լինենք։ Դա նրա պատվիրանը, նա նախանձախնդիր Աստված է։ Հիսուսը նախանձախնդիր Աստված է, քուրս եղբայրս։ Եվ երբ որ մեծահարուստ երիտասարդը վազեց նրա ոտքերի տակ, նա իմաստուն երիտասարդ էր։ Ինչ անեմ, Տեր, որ մտնեմ Աստծո արքայություն։ Հիսուսը խոսեց պատվիրանների մասին։ Նա ասեց կատարում եմ։ Եվ գրած է Հիսուսը նայեց նրան եւ սիրեց նրան։ Հավատա, որ Հիսուսը երբ որ նայում է քեզ, նա խորն է նայում, թե ինչ կա քո սրտի մեջ։
Եվ նա երիտասարդին ինչ ասեց, քեզ մի բան չի պակասում։ Նա մատնացույց է անում միշտ այն տեղը, որ խանգարում է քեզ, որ դու նրանով առաջնորդվես։ Երիտասարդին ասեց, դու պետքա աղքատանաս, դա է ճանապարհը։ Դու պետքա գանձերից հրաժարվես այստեղ 10 աղքատներին, որ երկնքում արքայությունն ես։ Երբ որ Հիսուսը նայում է ինձ, ես վախենում եմ այդ նայելուց, որովհետև ես գիտեմ նա մատնացույց անելու այն ամենաթանկ տեղը, որը ինձ համար թանկ է, բայց նա ողորմած է նայում, գիտես, նա այդ թանկ տեղը վերցնում է, որ ինքը այնտեղ բնակվի։ Առաջինը լինի, որ երկրորդը, երրորդը, չորրորդը կատարելության, սիրո եւ ուրախության մեջ լինի։ Դրա համար երիտասարդը ես վստահ եմ, որ նա ուրախությամբ չգնաց Հիսուսից։ Նա ուրախությամբ պորթեց նրան մոտիկանալը, բայց գնաց տխուր, որովհետև նա պետքա թողեր այդ ամեն ինչը։ Արդյոք թողեց, արդյոք չթողեց, ես չգիտեմ։ Բայց ես գիտեմ, արդյոք ես կթողեմ կամ ես չեմ թողնի։ Արդյոք ես կգնամ նրա հետևից, թե ճանապարհի կեսից փորձությունների մեջ, ընկնելով, կանգնելով, կհիասթափվեմ կամ չեմ հիասթափվի։ Ես հույսս իմ վրա չեմ դնում, իմ հավատքը, ձեր հավատքը թող ամբողջովին վստահված լինի ոչ թե մեզ վրա, այլ նրա ողորմության վրա, այլ նրա գործունեության վրա, երբ այդ ամեն ինչը կլինի, երբ որ մենք իրապես հանձնվենք նրա կամքին, ոչ թե մեր գործերով, այլ նրա ողորմությամբ։ Նոր կտակարանան պատվիրանները, հիմքերը ամբողջովին վստահվում են Հիսուս Քրիստոսի սիրո վերաբերյալ մտածելուն, ապրելուն, նրան սպասելուն, նրան հավատալուն։ Անհնար է Տիրոջը սիրել, Տիրոջով լցվել ու չգործել։ Անհնար է, երբ որ մարդ Տիրոջով լցվի, կողքինին տեսնի, որ ջուր է ուզում, ջուր չտա։ Դա անհնար է, դա Տիրոջ հոգին գործում է եւ քո իմ մեջ է գործում, քույր եղբայր։ Մենք կարևոր ենք Աստծո համար, այնքան ինչքան Հիսուսն է կարևոր։ Եվ ինչ ասում Հիսուսն, ասում է, այնպես ոնցպես ինձ սիրեց, ձեզ սիրեց։ Դա փոխում է քրիստոնեության ամբողջ ընթացքը։ Երբ որ դու գիտես, որ դու Հայր Աստծո կողմից սիրված ես, երբ որ դու գիտես, որ դու ծածուկ սենակում կարող ես թողել ամեն բեռ, ամեն մեղք, եւ այնտեղից լիցքաթափված դուրս գալ եւ իմանալ, որ ներված է։ Ես վստահ եմ, որ մարդ չգնա Քրիստոսի մոտ, նա չգնա ինքը սեփական իր մեղքերը թողելու, այդ մարդու մեղքերը ներված չի։ Ոչ օծյալների միջոցով է մեղք ներվում, ոչ մի բան, թեկուզ Հիսուսն ասեց, ումը կներեք, կներեմ, բայց կա սեփական անձնական խոր իմաստ սենյակը, որտեղ դու իրապես կբացես քո սիրտը, այնպես կբացես, որ իրապես թողես քո մեղքերը այնտեղ։ Դավիթ աղոթների մեջ, սաղմոսների մեջ ասում է, Տեր, խնդրում եմ քեզ, սրտիս մեջ ինչ դրել ես, միջև շրթունքներիցս դուրս գա, թող մտքիս մեջ չփոխվի, թե ինչ ասեմ քո մեջ։ Ուզում ասած լինի, որ վատ բան եմ արել, միջև արտասանելը քեզ, թող միտքս չխափի, որ արի ուրիշ ձև ներկայացնենք Աստծուն։ Ի նկատի ունի պարզ ասեմ քեզ այն ինչ որ կա, մեղքս չթաքցնեմ քեզանից, որ քեզանից օծություն ստանամ, խաղաղություն ստանամ եւ վստահ լինեմ, որ դա դու ես, Տեր, որ ծածուկ սենակս չեմ խափե սուտ Քրիստոս դավանելով, որ ծածուկ սենակս չեմ կեղտոտե արդարանալով, ես այսինչն եմ անում։ Տերը շատ պարզ ասեց, այն ինչ էլ որ անեք եւ կասեք, ահա ես քո անպիտան ծառան։ Հովանեսը, որ Քրիստոսի ֆիզիկապես աղբերն էր մի մորից, իր գրքերի մեջ գրում ասում է, ես Տիրոջ ծառան, թեկուզ ֆիզիկապես աղբերն էր, երբ որ այդպիսի եղբայր, որ տարիներով մեծացել է նրա հետ, տեսել էր այն, որ շատ քչերն են տեսել, Պետրոսին նա կանչեց, երբ որ սկսեց ծառայությունը, բայց Հովանեսը նրա ծոցում էր, դաժ նույնիսկ այն երեկոն, որ նա պետքա գնար խաչին, միջև էտել նա Հիսուսի ծոցում շատ անգամներ եղել էր, թե տանը, թե գործի ժամանակ։ Ինչ ասում եմ, ես Տիրոջ ծառան, թեկուզ նրա եղբայրը նա կարող էր գրել, ես եղբորս ծառան, ասում եմ, չի, ասում եմ, ես Տիրոջ ծառան։ Թող փառավորվի Տերը մեր մեջ, սիրելի քույրեր, եղբայրներ, ես շատ կուզեմ, որ ձեր կյանքում իրապես այդպես լինի, որ դուք վստահ քայլեք Տիրոջ առաջ։ Եվ վստահ քայլում են խոնար մարդիկ Տիրոջ համար։ Վստահ որոշումներ կայացնում են խոնար մարդիկ Տիրոջ համար։ Երբ որ խոնար քայլում են, Աստվածաշունչը նայեք, քանի տեղեր կա, որ խոնար մարդիկ այնպիսի զորավոր որոշումներ են կայացնում, որ դու զարմանում ես։ Նայեք Դավիթին, սոված գնացել էր քահանայի մոտ, ասեց հաց տուր ուտեմ։ Չէ, ասաց մենակ էսա մեր քահանայի հացն է, որը իրավունք չունեք ուտելու։ Դավիթ համարձակվեց, տուր։ Ինչի որտեղ խոնարհության մեջ ապրեց այդ գերբնական այդ վստահությունը, որ ես
Տիրոջ առաջ ապրող մարդ եմ, ես Տիրոջը ճանաչում եմ, ես Տիրոջ կամքի մեջ ապրող մարդ եմ, եւ վերցրեց հացը։ Եվ ոչ թե նա կերավ, այլ բոլորն էլ կերան, որ չէր կարելի, եւ ոչ մեկին ոչինչ չելավ։ Խոնարհությունը ինչ է անում։ Համարձակություն է տալիս, որ դու իրապես վստահ կանգնես անելու մեջ, վստահ լինես նրա կամքի վրա, նրա կամքով ապրես, եթե նրա խոսքի հետ մեկ լինես եւ նրա խոսքով ապրես։ Փառք Հիսուսին, քույրս, եղբայրս։